Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, կառավարության հարգարժան անդամներ, հարցս ուղղում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Տիկին Անդրեասյանին։ Մինչ հարցին անդրադառնալը Տիկին Անդրեասյանն ասեմ, որ աշխատել եմ Շենգավիթ վարչական շրջանի Կորյուն Նիկողոսյանի անվան մանկապատանեկան արվեստի կենտրոն ՀՕԱԿ-ում որպես տնօրեն։ Կարող եմ ասել, ներառական ուսուցումը հանրակրթական դպրոցներում գտնվում է ընդհանուր առմամբ բավականին լավ վիճակում։ Արվեստի կենտրոններում նույնպես իրականացվում է ներառական կրթադաստիարակչական ուսուցում, որտեղ իմ կարծիքով ոչ իրավացիորեն բացակայում է մանկավարժ հոգեբանի հաստիքը, ինչը կարող է ավելի արդյունավետ և նպատակային դարձնել երեխաների հետ աշխատանքը։ Հարգելի Տիկին Անդրեասյան, կցանկանայի տեղեկանալ, արդյոք նախարարությունն ունի իր օրակարգում այս հարցը։ Հարցին կպատասխանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տիկին Անդրեասյան, համեցեք։ Շնորհակալություն հարցի համար, իրականում շատ կարևոր հարցադրում է, որովհետև այսպես կոչված արտադպրոցական կրթության ոլորտում ներառականության ապահովումը մեր կարևոր խնդիրներից է և մենք փորձում ենք դա իրականացնել մեր մի շարք ծրագրերի միջոցով, ունենք առանձին վերապատրաստումների դասընթաց, որը նախատեսված է արվեստի, գեղարվեստի, երաժշտական և այլ արտադպրոցական հաստատությունների մանկավարժների համար և այդ դասընթացներում նաև մեր մասնագետները սովորեցնում են և սովորում են, թե ինչպես է պետք ապահովել նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների արտադպրոցական կրթությունը։ Մենք նաև առանձին նախագծեր ու ծրագրեր ունենք, որոնք ուղղված են հենց այս կրթության ոլորտում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավմանը, բայց ինչ խոսք մենք նաև կարողությունների լուրջ խնդիրներ ունենք և այս տեսանկյունից ձեր ներկայացրած հարցադրումը կարող է տեղ ունենալ։ Կամ մեկ կարևոր առանձնահատկություն, քանի որ հաստատությունների զգալի մասը համայնքային ենթակայության են, մենք պետք է նաև հասկանանք, թե համապատասխան հաստիքները ինչպես կարող են համալրվել և այնուհետև նաև համայնքի կողմից դրանց շարունակականությունը ինչպես պիտի ապահովի, որովհետև գաղտնիք չի, որ ֆինանսական նաև որոշակի հարցեր կան, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել, երբ որ նման որոշումներ են կայացվում, ու այս իմաստով պետք է ասեմ, որ կարծում եմ նկատել եք, որ պետությունն էլ գնացել է այն ճանապարհով, որ այս ոլորտում էլ վարձատրության բարձրացման քաղաքականություն վարի և մասնավորապես կուզեմ նշել արտադպրոցական հաստատություններում կամավոր ատեստավորման գործընթացը, որը մենք նախորդ տարի սկսեցինք և այս տարի ավելի մեծ թվով մեր մանկավարժներ թե մշակույթի, թե սպորտի ոլորտի արտադպրոցական հաստատություններից մասնակցեցին, մենք արդեն ունենք բարձրացված վարձատրություն ստացող մի քանի 100 մանկավարժներ այս երկու ոլորտներից էլ և ինչը կարևոր է, այս ուրեմն կամավոր ատեստավորման արդյունքում ֆիքսված հավելավճարները տրամադրվում են պետական բյուջեից, այսինքն սա համայնքի վրա հավելյալ բեռ չի։ Այդ իմաստով կարծում եմ, որ համայնքների հետ պիտի նաև քննարկենք համապատասխան աջակցությունների և ծառայությունների լավագույն ձևաչափը գտնելու և չեմ բացառում, որ այստեղ նաև լավագույն ձևաչափը այս պահի հնարավոր տարածքային մանկահրաժարհօգեբանական աջակցության կենտրոնների ավելի ակտիվ ներգրավումն է, որոնք ինչպես գիտեք պետության ֆինանսավորմամբ գործող կենտրոններ են և աջակցություն ու ծառայություններ են տրամադրում մանկապարտեզներին, դպրոցներին, նաև քոլեջներին ու ինչու ոչ կարող ենք նաև դիտարկել արտադպրոցական հաստատություններին նույնպես նման ծառայությունները տրամադրելու հարցը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն արձագանք։ Լրություն դահլիճում։ Շնորհակալություն։